44-օրյա պատերազմի հրադադարի եռակողմ փաստաթղթի ստորագրումից 5 տարի անց նոյեմբերի 9-ին 5-րդ ալիքը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը Հայլուր լրատվականի մեկնաբան Լարա Արաքելյանի հետ։ Դուք 2 շաբաթ մոտավորապես Արցախում էիք։ Այո, Ինչպես եւ ինչու ի վերջո ընկավ Արցախը։ մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էր մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես, որ ամեն ինչ կորցնում եք, քո հայրենիքդ կորցնում ես, չեն կրակում եք պատճառով։ Ինչ ուզում է առանց կրակելու տալիս ես։ Նիկոլ Փաշինյանը ունի ներքին չարության մի հսկայական ծավալ, եւ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքն ալինելու, այսպես ալինելու, մենք ներքին համերաշխություն, ներքին կայունություն երբեք չենք ունենալու։ Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը վերականգնելու ինչ ճանապարհ է նախանշում Ռոբերտ Քոչարյանը։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։ Նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, ասում ես օքեյ, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթը։ Դուք ստեյության առաջարկեցիք այն մոդելը, հավանաբար, որով կսկսեիք բանակցությունները։ Բերելով ասա իրական խաղաղության, համոզված եմ բերելով։ Այս մարդկանց խելք չի երիքում։ Կամ խելք չի երիքում, կամ պուլտը ուրիշ տեղ է։ Դիտեք նոյեմբերի 9-ին 21:00-ին 5-րդ ալիքի եթերում։